Նարեկ Պարոն Քուդակյան, վերջնական արդյունքները ինչպիսին են կներկայացնեք ըստ տիրող մթնոլորտից ասում է, որ ԿՊ-ն հաղթել է, բայց վերջնական ինչպիսի քվեով եք հաղթել։ Մենք ավելի քան 15000 ձայն ենք ստացել, մեր քաղաքական թիմը պարոն Մեխակյանի գլխավորությամբ ստացել է վաղարշապատցիների ճնշող մեծամասնության քվեն, այդպիսով ստանալով նաև ավականիում մեծամասնության, բացառիկ մեծամասնության մանդատները եւ այդպիսով պարոն Մեխակյանը կընտրվի համայնքի ղեկավար առաջիկա 5 տարիների համար։ 50+1 քվե ունի ԿՊ-ն այստեղ։ Եթե հաշվենք այն ձայները, որոնք փոշի անում են այն քաղաքական ուժերի ստանալու արդյունքում, ովքեր չեն հաղթահարում շեմը, ապա շատ ավելի քան 50%-ն է։ Եվ Գյումրիից ու Փարակարից հետո այս հաղթանակը սպասելի էր։ Իհարկե սպասելի էր, մենք սրա մասին ասել էինք, մենք վաղարշապատում ունենք ուրեմն շատ լավ ավանդույթ նախորդ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այստեղ հաղթանակ ենք տարել եւ վաղարշապատ համայնքում եւ խոշորացված համայնքում նաեւ ունենք լավ քաղաքական թիմ, այստեղի թիմը հրաշալի աշխատանք կատարեց պարոն Մեխակյանի գլխավորությամբ, ինչը բերեց մեր համար հաղթանակ, ակնհայտ էր քարոզարշավի մեկնարկային մի քանի օրերը ցույց տվեցին, որ մենք գնում ենք հաղթանակի ճանապարհով, որովհետեւ քաղաքացիները նախընկալում էին արած աշխատանքը, որը իրականացվել էր նախորդիվ պարոն Մեխակյանի գլխավորությամբ եւ նաեւ առաջիկա ծրագրերն են իրենց վստահություններ շնչում։ Քարոզարշավի առաջին մի քանի օրից էլ պարզ էր, որ մենք այստեղ բացարձակ մեծամասնություն ստանալու ճանապարհով ենք գնում, ինչը նաեւ ապացուցվեց այսօր ընտրությունների մեծամասնության, բնակիչների մեծամասնության քվեն ստանալով։ Դուք բացառում եք, որ վարչական ռեսուրս չի չարաշահվել այս հաղթանակին հասնելու համար պարոն։ Հարգելի գործընկերներ, հիմա կարող եմ արդեն արձանագրել, որ ոչ մի վարչական ռեսուրս չի օգտագործվել, ընդդիմության համար սկզբից էլ պարզ էր, որ իրենք ձախողվելու են, որովհետև անեծքը քաղաքական կատեգորիա չէ եւ այն քաղաքական ուժերը, ովքեր գնում են անեծքի եւ լկտի խոսույթի ճանապարհով, իրենք ջախջախվում են, ինչպես ջախջախվեց հաղթանակը եւ ինչպես ջախջախվեց Մայր Հայաստանը եւ ինչպես ջախջախվեց նաեւ քոչանական մյուս ուժերը այստեղ, որովհետեւ նախ կեղծ եւ մանիպուլատիվ ինֆորմացիա տարածելու վրա հույս դնելով, անելով 200 հոգանոց հանրահավաք, դա վերագրելով մի քանի հազարանոցի, փոխարենը տեսնելով, որ մրցակից քաղաքական ուժը մի քանի հազարանոց հանրահավաքի անում, դա նկարեն, տեսեք, մենք ունենք Թալինից թիմակիցներ, այլ տեղից թիմակիցների միջալոց, ես նաև ականատես եմ եղել, թե ինչպես օրինակ ընդդիմադիր, էլի արմավիրում ջախջախվող ընդդիմադիրներ կային, որ մասնակցում էին հաղթանակ դաշինքի, ուրեմն քարոզարշավին, այնպես չէ, որ իրենք միայն Էջմիածինի իրենց թիմակիցներով են արել, այլապես այստեղ ներկա են նաև օրինակ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք առնվազն ակնհայտ է, որ իրենք վաղարշապատցի չեն եւ վաղարշապատում հայտնվում են ընտրությունից ընտրություն։ Հանրահավաքին գուցե եղել են մեր այլ թիմակիցներ, գուցե Թալինից են եղել, գուցե մի քանիսը Արմավիրից են եղել, բայց սա քաղաքական process է եւ ակնհայտ է, որ հրապարակի ճնշող մեծամասնությունը վաղարշապատցիներ են եւ ակնհայտ էր, որ վաղարշապատցիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց, իմիջիալոց ամփոփելով արդյունքները մենք տեսանք, որ Էջմիածին քաղաքի տեղամասերի 90 եւ ավելի տոկոսում պարոն Մեխակյանը ստացել է քաղաքացիների վստահության քվեն 90 եւ ավել տոկոսում։ Պարոն Խուդասյան, առավոտյան վստահաբար հայտարարում մի քանի դիտորդական առաքելություններ են գործում քաղաքականացած հայացքն, մասնավորապես Ամար Թաթոյանի ՀԿ-ն ներձևով շարժման հետ ասոցիացիան իրենք առավոտյան հայտարարում, որ ընտրությունները կեղծված են, որ հեսա ինչպես կարող։ Իրենք ամբողջ ընթացքում վիճարկել են մի բան, պաստառը 1 մետր աջ է պակցված, պաստառը 1 մետր ձախ է պակցված։ Այն պարագայում, երբ որ բազմաթիվ պաստառներ օրենքի խախտում են, ունեցել են նաև իրենք, ընտրությունները անցել են շատ հանգիստ մթնոլորտում, վաղարշապատցիներն են արձանագրել մթնոլորտը եւ վստահ եմ, որ իրենք կշահարկեն սա, բայց այդ շահարկելու փաստերը այնքան անհիմն կլինեն, ինչքան իրենց 200 հոգանոց հանրահավաքին 2000 մարդ վերագրել է։ Եվ մի հարց ևս, այս ընտրությունները անդադար կապվում են 2026-ի խորհրդարանական ընտրությունների հետ կարևորվում էին այդ իմաստով եւ ձեր հաղթանակը ինչ մեսիջներ կհղի։ Մենք նախ արձանագրեցինք քաղաքացիների վստահության քվեն, ինչը կարևոր է մեզ համար ինչպես քաղաքական, այնպես էլ նաև հոգեբանական տեսանկյունից։ Հասկանալի է, որ թիմը շատ ավելի մոտիվացված է գնալու ընտրություններին,
նաև ուսումնասիրելով այս ընտրությունների հաջողությունը, մենք վստահաբար շատ ավելի պատրաստված ենք գնալու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին պարոն Հարությունյանի շտաբի ղեկավարմամբ իմիջիալոց եւ վստահաբար շատ ավելի լավ արդյունքներ ենք ունենալու նաև նույն վաղարշապատում։ Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակ պարոն Մեխակյանի գլխավորությամբ վաղարշապատում մեր թիմը աշխատելուց հետո ավելի մեծ արդյունք է արձանագրելու, քան այսօր կայացած ընտրության արդյունքներին։ Պարոն Խուդակյան, այսօր երբ խոսում էի պարոն Մեխակյանի հետ, առնվազն մեկ դրվագով նա այս քաղաքական թիմի հետ չի մերվում, խոսքը կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասն է։ Տարբեր ձևի փորձեցինք հասկանալ իր դիրքորոշումը եւ նա այդ Պարոն Մեխակյանը մի քանի անգամ իր դիրքորոշումը ասել է, որը 100%-ով համընկնում է քաղաքական թիմի դիրքորոշմանը, իսկ այսօրվա ձեր հարցինի պատասխան պարոն Մեխակյանը մոտավորապես ասեց հետեւյալը, որ դա օրվա թեմայի հետ կապ չունի եւ ես ինքս էլ կարծում եմ, որ ընտրությունների գնացած տեխնացուին հարցնել, ուրեմն այլ հարցեր կամ բուն ընտրական օրվան է առնվազն տրամաբանական չէ։ Եվ եթե ես լինեի պարոն Մեխակյանի փոխարեն այդ բրիֆինգը ընդամենը 5 րոպե էր տևելու, կհանեինք բացառապես ընտրական հարցերը եւ այլ հարցերի այդ օրը չենք անդրադառնա։ Բայց այնուհանդերձ պարոն Մեխակյանը չի պատասխանում, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա հոգևոր մեծ հավաք կազմակերպել, նա որպես համայնքապետ արտոնելու է դա թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի Պարոն Մեխակյանը շատ ուղիղ պատասխանել է, որ վարչապետը ցանկացած նպատակով, եթե քաղաքական հավաք ցանկանա կազմակերպել, մենք արտոնելու ենք եւ ավելին Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի համայնքի ղեկավար, որ չարտոնի այդպիսի հավաքը։ Հաստորեն այդ դրյուկը այսպես ասած աշխատեց Արգիշտի Մեխակյանին այս նախընտրական շրջանում զերծ Հարգելի գործընկերներ, ես կուզեմ դուք ձեր ուշադրությունը ձեր կենտրոնացնեք մի այլ կարևոր բանի վրա, ինչպիսի հարգանք, փոխադարձ հարգանք ենք տածում մենք մեր թեմի եւ ոչ միայն հոգեվորականների նկատմամբ եւ ինչպիսի հարգանք են իրենք տածում պարոն Մեխակյանի եւ մեր նկատմամբ իմիջիալից պիտի ասեմ, որ արդեն մեր թեմի հոգեվորականներից շատերը այսօր շնորհավորել են պարոն Մեխակյանին հաղթանակի կապակցությամբ, որովհետեւ իրենցից շատերն էլ վաղարշապատի բնակիչներ են եւ իրենք էլ ուզում են ազնիվ աշխատող հոգատար համայնքի ղեկավար ունենալ։ Եվ վերջում ինչքան եք շարունակելու այս հատվածում լռության րոպեն խախտել մարդկանց գիշերային հանգիստը քունը խանգարել, որովհետեւ բրիֆինգի ավարտից հետո ես ինքս կհորդորեմ մեր ընկերներին, թիմակիցներին այլևս դադարեցնել առնվազն երաժշտության մասը եւ պատրաստվել վաղվա աշխատանքային օրվան։ Եթե այլ հարցեր չունեն, պարոն Խուդակյանը գնահատել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ախպերս, շնորհավոր։ Բայց ասեք շնորհակալ եմ։ Լավ ասա էլ չնվագեն, ոչ մի բան չանեմ։